գտնվում ենք Երևան-Վանաձոր ավտոճանապարհի ժողովրդին ավելի շատ հայտնի Դբալավից դեպի Սպիտակ տանող Սպիտակի առաջին ոլորանում դեռ սովետական տարիներին եղած ցայտաղբյուրի մոտ, որտեղ տեսնում եք տիրում է հակասանիտարական գարշահոտ վիճակ։ Տարածքը Սպիտակ խոշորացված համայնքի տարածքն է, ենթարկվում է Սպիտակ խոշորացված համայնքին, լավ կլինի, որպեսզի Սպիտակի քաղաքապետը, որ ինչ-որ մրցույթներ էր կազմակերպել, դրա փոխարեն վերացնի այս որոշ ճակերտավոր ասած մաքրասեր քաղաքացիների կողմից ստեղծված այս աղբը, գարշահոտը։ Առաջիկայում հուսով եմ, որ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը քաղաքապետին մի թեթև կզգուշացնի, որ ցուցաբերի հետևողականություն ու այս գարշահոտ վիճակը վերացնի, թե չէ նարդու մրցույթեր, ինչի մրցույթեր, ընտանեկան մեդալներ տվեց տղան իրան, այդպես բաներ էին համացանցում տարածվում ու տեսեք, այստեղ ինչ գարշահոտ, այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Սովետական տարիների սա արտակարգ տեղեր, մաքուր տեղեր հեսա աղբյուրը, մենք սիրում ենք, չէ, երբ որ աղբյուր ենք տեսնում, ջուրը խմում ենք, ասում ենք քո շինողի օր կյանքը ջրի նման երկարի։ Տեսեք, ամբողջ տարածքում հակասանիտարական վիճակ։ Խնդրանք Լոռու մարզպետին, որպեսզի պարտավորեցնի Սպիտակի քաղաքապետին, այս տարածքը կարգի բերվի, մաքրվի, վերանա այս գարշահոտ վիճակը։ Այստեղ նայեք։ Սաղ հակասանիտարական վիճակ, գարշահոտը սպանում է։ Սպիտակի քաղաքապետը տենաս գիտի, որ այս ձևի տուրիզմ չի զարգանա, նարդի խաղալով չի։